Հունվարի 1-ից մինչ օրս առողջության ապահովագրության շահառուների թիվն աճել է դառնալով շուրջ 1.700.000։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ 2027 թվականի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը միանալու են նոր խմբեր։ Քաղիրավական պայմանագրերով աշխատողները, տաքսի ծառայություններում աշխատող վարորդները, արդեն անկախ աշխատավարձի չափից բոլոր գրանցված աշխատողները։ Այս 1.700.000 հոգուց ուրեմն ծառայություններից օգտվել է 842.750 անձ։ Սա բավական մեծ թիվ է, սա նշանակում է, որ թե կանխարգելիչ, թե սկրինինգային եւ թե ընդհանուր առմամբ դեղերից օգտվելու բժշկական ուրեմն ծառայություններ հիվանդանոցային օղակում մենք դիմելիության բավական մեծ տեմպ ենք ունեցել։ Մատուցված ծառայությունների թիվը 8.399.491 է։ Նախարարը նաև տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ 122.621 հիվանդանոցային ծառայություն է մատուցվել, սրտանոթային վիրաբուժության 13.203, որը բավականին մեծ ծավալ է։ Սրա մեջ մտնում են թե ստենտավորման, թե սրտի բաց վիրահատության ռիթմավարների տեղադրումը։ Սա շատ երկար տարիներ կուտակված խնդիրներով քաղաքացիները առաջին անգամ հնարավորություն ունեն ստանալու այս վիրահատությունները, որովհետև գիտեք, դրանք բավական թանկ վիրահատություններ են։ Էնդովասկուլյար վիրաբուժություն 577 ծառայություն է մատուցված, ուռուցքաբանական ծառայություններ, ուրեմն ծառայություններ, սրանց մեջ մտնում են վիրահատական բուժումները 6543։ Շատ մեծ թիվ է կազմում, ուրեմն 12000-ից ավել դեպքերի թիվ ենք ունեցել միայն դեղորայքային քիմիոթերապիայի մասով։ Սա էլ գիտեք, որ մեզ մոտ դեղերի փաթեթի առումով բավական ընդլայնում ունեցանք ապահովագրության շրջանակներում, եթե նախկինում առավելագույն չափը պետպատվերի 300.000 դրամ է, հիմա այն դարձել է 1.200.000 դրամ ապահովագրության շրջանակներում։ Խոսելով նաև բուժաշխատողների աշխատավարձերի փոխհատուցման չափերի մասին, նախարարն ասաց, որ առաջին 2 ամիսներին աշխատելավոճի այս նոր համակարգը անսովոր էր բուժաշխատողների համար, եւ ժամանակ պահանջվեց, որ նրանք փաստացի մուտքագրեն իրենց կողմից ապահովագրվածների ծառայությունները, եւ այս պահին աշխատավարձերի մասով բավարար ավելացումներ ունեն։ Սա իհարկե ըստ նախարարի իրենց երազած չափը չէ, բայց միայն ապահովագրման ներդրման արդյունքում միջինում առաջնային օղակում 30-ից 40% աշխատավարձի աճ ունեն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։